Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է. դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Փոստ Գրանադայի ուզում, տվեք վրեժի անունը և ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99, այո, փաունդը 1.99։ Սիրելի մայրիկներ և աղջիկներ, մայիսի 10-ին, ժամը 12-ին, առօրյա հոգսերից ազատվելով համեցեք Լորանջ ռեստորան, ուր կվայելենք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, անսահմանափակ խմիչք, բազմաթիվ անակնկալներ, ուրախ տրամադրություն Լորանջ սրահի դռներից ներս։ Տեղերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք ձեզ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս երեկո մեր հյուրն է կամ կրկին մեր հյուրն է, որտեղ նա մեկ անգամ արդեն եղել է, հիացրել է ձեզ, շատ լավ արձագանքներ է ունեցել այդ ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք 1 կամ 2 տարի առաջ։ Այսօր կրկին մեր հյուրն է երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծ, 3 գրքերի հեղինակ, մանկավարժ եւ համայնքային գործիչ, ինձ համար շատ սիրելի մի անձնավորություն, երիտասարդ, այսպես կարող ուժ Մարիաննա Սարգսյանը, որին ուզում եմ ողջունել բարևի մեծերի ու փոքրերի անունից, որտեղ երեխաներն էլ, ծնողներն էլ, տատիկ, պապիկներն էլ արդեն սիրում են ձեզ, սիրելի Մարիաննա։ Բարով եք եկել, շատ ուրախ եմ։ Բարև ձեզ։ Այս անգամ դուք 3 ձեռնարկի առաջարկ ունեք մեր հայրենակիցներին, 3-ն էլ իրոք շատ հետաքրքիր են։ Երևի կարողանանք անդրադառնալ հաղորդման ընթացքում հենց այս 3 ձեռնարկներին, որոնք դուք առաջարկում եք, որոնցից առաջինը, որ ամենից մոտն է ժամանակը, դա ապրիլի 23-ին կայանալիք հայկական մշակութային եւ պատմական արժեքների ցուցահանդեսն է։ Սա ինչ է, կարծեմ առաջին անգամ չէ, որ անում եք, եւ պիտի խնդրենք, որ ահա տեսնում եք ձեր էկրաններին, սիրելի հայրենակիցներ, գովազդը, հրավիրում ենք ձեզ այս ուրեմն ցուցահանդեսին, բայց միաժամանակ խնդրենք թող Մարիաննան մեզ ներկայացնի, թե ինչ գաղափար էր սա, ինչպես ծնվեց եւ ինչ է ներկայացնում սա։ Սիրով, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես միշտ շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը։ Ապրիլի 23-ին 2026 թվականի այս տարի, այսինքն ժամը 2:30-ին հայկական մշակույթ եմ ներկայացնում ամերիկյան դպրոցում, որը դպրոցի անունը Darby Avenue Elementary, գտնվում է Granada Hills թաղամասում, նպատակս նա է, որպեսզի ներկայացնեմ ամբողջ դպրոցի համակարգին, ուսուցչական կազմին, երեխաներին, ծնողներին, թե ովքեր ենք մենք։ Նախ ասեմ, որ ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ հպարտությամբ ուզում եմ նաեւ ներկայացնել մեր հարստությունը, մեր արժեքները ամբողջ համայնքին, եւ այդ իսկ նպատակով որոշեցի այս տարի եւս կազմակերպել, բազմաթիվ դպրոցներում եմ կազմակերպել եւ այս անգամ Darby Avenue Elementary-ում։ Ես նաեւ այնտեղ հայոց լեզու եմ դասավանդում եւ նաեւ ծրագիր ունենք, որտեղ առաջարկում ենք շախմատի դասեր եւս։ Հրավիրում ենք այսինքն մեր հեռուստադիտողներին այդ շրջանի Granada Hills-ի, որը շատ էսպես թարմ շրջան է, բավականին երիտասարդ ընտանիքներով հագեցած եւ ինչպես գիտենք այսօր էլ երիտասարդները բավական ավելի երեխաներ ունենալու հակված են, ավելի շատ ընտանիքներում 3-ից պակաս համարյա չկա երեխա, որը շատ ողջունելի քայլ է։ Մարիաննա, իսկապես դուք ասացիք մեր հարստությունն ենք ներկայացնում։ Ինչ է նշանակում այդ հարստությունը ձեզ համար, ինչ ենք մենք ներկայացնում այդ օրը։ Ես տեսնում եմ նվագարաններ կան, տեսնում եմ բավական հետաքրքիր նկարներում ինչ որ հասցնում եմ հասկանալ գորգեր եւ այլ մշակութային արժեքներ։ Ինչն է որ նաև հետաքրքիր կլինի օտար ուրեմն ցուցահանդեսին ներկա գտնվող մեր հանդիսատեսին, այսպես ասենք, կամ այցելուներին։ Ուզում եմ ներկայացնեմ այն ամենը, ինչ որ մենք ենք ստեղծել, այսինքն ձեռքի աշխատանքներ, փայտե գործեր, քարե աշխատանքներ եւ նաեւ քանի որ ապրիլ ամսին գենոցիդի օրն է, ես չեմ ուզում որ միայն բացասական ձևով հիշվի հայ ազգը եւ այդ իսկ պատճառով ուզում եմ նաեւ ներկայացնել ոչ թե կախուր, այլ մենք ստեղծագործ ազգ ենք, մենք շատ բաներ ենք ստեղծել այս կյանքում, որ շատերը առօրյայում իրենց օգտագործում են առանց իմանալու, որ այդ ստեղծագործողները հենց հայերն են։
դա է նպատակս, որպեսզի ներկայացնեմ մենք կանք կլինենք, կշատանանք եւ կստեղծագործենք դեռ դարեր շարունակ։ Շատ բարի։ Եվ նախորդ այս ցուցահանդեսները ունեցել են հաջողություն։ Հետաքրքիր են եղել թե մեր հայ այցելուների եւ թե օտարների համար։ Եվ նաեւ պաշտոնյա հյուրեր եմ ունենում այդ օրը, որ շատ տպավորված են։ Այս անգամ եւս ունենալու եմ եւ որի համար շատ ուրախալի է ինձ համար այս ամենը ներկայացնել կարողանալ եւ նաեւ հեռուստակայաններով էլ նկարները ցույց է տրվում անցած տարի ամերիկյան ABC 7-րդ կանալով ցուցադրեցին, եկան նկարեցին եւ նաեւ հայկական բոլոր հեռուստաալիքներով նկարեցին քաջալերելու երեխաներին, իմ աշակերտներին, որ մենք ստեղծագործ ժողովուրդ ենք, ովքեր որ անծայրածիր կարող են հաջողությունների հասնել։ Այո, իսկապես շատ խորհրդանշական ձևով եք ներկայացնում։ Դե ապրիլի 23-ին է, գիտենք, որ բոլորիս սրտերը այդ օրը թախծոտ են, բոլորիս աչքերը այդ օրը թախծոտ են, որովհետև մոտենում է այն ողբերգական օրը, ապրիլի 24-ը, որը հայ ժողովրդի ցեղասպանության օր է, որպես նշվում ամբողջ աշխարհում։ Եվ բնական է, որ այո, սա մեր ապրելու, մեր Փյունիկի պես վերապրելու մի փաստ է նաև օտարափերում, որը ներկայացվում է Մարիաննա Սարգսյանի կողմից, որ շատ կենսունակ աղջիկ է։ Ինձ համար աղջիկ է, ես կարող եմ, նա կարող է ինձ համար ուղղակի այդ տարիքային առումով կարող է այս տարիքի նաև եւս մեկ աղջիկ ունենալ եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի դուստրեր ունի հայ ժողովուրդը եւ Մարիաննան իր ամբողջ էությամբ նվիրված է ու ոչինչ չի խնայում այս ամենը լուսաբանելու, ներկայացնելու Միացյալ Նահանգներում ու նաև մի շատ հետաքրքիր հայտարարությամբ այսօր պիտի ձեզ նորից զարմացնի ու հիացնի, որին դեռ մենք կմոտենանք, սիրելի հայրենակիցներ։ Հիմա խոսենք այն երկրորդ ծրագրի մասին, սիրելի Մարիաննա, որը արդեն տարիներ շարունակ կազմակերպում եք եւ որքան հասկացա այս անգամ երևի ինչ որ 13-րդն է, 13 տարի ներկայացրել եք, շատ հետաքրքիր է եւ այս տարի կրկին մայիսի 10-ին մայրերի օրվա կապակցությամբ էլի մի շատ գեղեցիկ ծրագիր է ներկայացնում Մարիաննա Սարգսյանը։ Հիմա իմանանք այս մասին կամ ինչպես կարող ենք ներկա լինել, հրավիրենք մեր ծնողներին, տոմսերի համար ինչ անեն, ինչպես ներկա լինեն։ Մարիաննա, շատ ուրախ եմ, որ կրկին շարունակում եք նաեւ այս ծրագիրը։ Ինչ է սա։ Շնորհակալ եմ անչափ, ինչպես նշեցիք, սա արդեն 13-րդ տարին է, որ կազմակերպում եմ աղջիկների եւ մայրիկների համար։ Ուզում եմ, որ մայրիկները այդ օրը իրենց շատ գնահատված զգան, առօրյա հոգսերից ազատվելով ներկա գտնվեն Լորանժ ռեստորանում եւ վայելեն մի աշխարհ, որտեղ կա գեղեցկություն, հմայք, ուժ եւ վայելեն համեղ ճաշատեսակներ, կենթանի երաժշտություն, իդեպ ասեմ շատ գեղեցիկ ծրագիր ունենք այդ օրը նախատեսված, այնպես որ քաջալերում եմ բոլոր աղջիկներին եւ մայրիկներին ներկա գտնվել եւ վայելել մեզ հետ մայիսի 10-ին 12:30 Լորանժ ռեստորանում։ Եվ տոմսերը կարող եք, այո, տոմսերն էլ կարող եք ձեռք բերել զանգահարելով հեռուստաէկրանի գտնվող հեռախոսահամարով։ 818-93-82 բարեկամներ, գրանցեք այս հեռախոսահամարը 818-217-9382 եւ հրավիրեք ձեր մայրերին, ձեր տատիկներին, սիրելի աղջիկներ ու թոռնիկներ։ Եկեք միասին եւ վայելեք այս գեղեցիկ երեկոն, ինչպես արդեն ասացինք, մայիսի 10-ին է սա, Կիրակի օր է եւ դուք հրավիրված եք նաեւ այս երեկոյին։ Շատ էլի ասում եմ կենսունակ ծրագրեր են, որի համար ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր սիրելի Մարիաննային։ Հաջորդը ինչ է։ Հաջորդը նախ ուզում եմ, ինչպես նշեցինք, ես գրքերի հեղինակ եմ, ձեզ վերել եմ նվեր իմ երկու գրքերը, սա իմ կրթական գիրքն է, որտեղ որ ովքեր որ հայոց լեզվին չեն տիրապետում, սա լավ բացառիկ առիթ է, որպեսզի կարողանան տիրապետեն, նաև ունեմ ցանկ, որը օգնում է արտահայտել եւ արտահայտել յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր տառ։ Բոլորին հայերեն չիմացող մեկը այս գրքով կարող է հայերեն սովորել։ Շատ գեղեցիկ, գունագեղ գիրք է եւ սա էլ իմ բանաստեղծության գիրքն է։ Բանաստեղծություններ, որտեղ որ կյանք, կոչ, բարետեսություն եւ
բարի լիցքերով լիցքավորված գրքեր։ Եվ ամենակարևորը շատ սեր կա այնտեղ, սեր հանդեպ մարդը, հանդեպ աշխարհը, հանդեպ ծնողը, հանդեպ, չգիտեմ, շատ հետաքրքիր բանաստեղծությունների շարք ունի, եւ պիտի ասեմ, որ ինքը Մարիանան էլ շատ գեղեցիկ արտասանում է, եւ եթե ցանկանաք YouTube-ում կարող եք գտնել թե նրա ասմունքը, թե նրա կատարումները երգային եւ փաստորեն ինչպես արդեն ես ձեզ սկզբում ներկայացրեցի, Մարիանան ինքը նաեւ երաժշտություն է գրում, այսինքն կոմպոզիտորական նաեւ ունակություններ ունի։ Իսկ հաջորդը, որի մասին պետք է խոսեմ, մի փոքր դադար պիտի տամ, որովհետև սա շատ հուզիչ թեմա է ինձ համար եւ շատ կարեւոր մի հարց է, որի մասին պիտի խոսենք։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի փոքրիկ հայտարարություն, որը վերաբերում է անձամբ ինձ եւ շատ մեր հեռուստադիտողների եւ շատ հաճախ մեր այն կանանց, որոնք սիրում են հետևել իրենց, որոնք սիրում են գեղեցիկ երևալ եւ շատ հաճախ հաղորդումներից հետո ես եւ Facebook-ի նամակների բաժնում եւ հեռախոսահամարով եւ ստուդիա զանգեր եմ ունենում իմ կապված իմ մազերի կտրվածքի հետ, վարսերի հետ եւ շատ հաճախ ինձ հարցնում են ով է ձեր վարսահարդարը։ Իմ վարսահարդարը Ռոմանն է, արդեն 10 եւ ավելի տարիներ ես նրա մոտ եմ լինում եւ շատ գոհ եմ նրա հրաշագործ ձեռքերից, պիտի անկեղծորեն ասեմ, մի տաղանդավոր մասնագետ է, այդպիսի նրան արհեստավոր չի կարելի ասել, նա ուղղակի արվեստագետ է, երբ ձեռք է տալիս մազերիդ ու ստեղծում է ամեն անգամ մի նոր պատկեր ու դու հայրում ես զարմանում ես, թե ինչպես դու փոխվեցիր 15 րոպեի ընթացքում, ասեմ որ շատ արագ է աշխատում եւ բացառիկ տաղանդիտեր մի անձնավորություն է։ Ռոմանը այժմ Գլենդելում բացել է իր ստուդիոն, որը կոչվում է, հիմա դուք տեսնում եք էկրանին, այո, Roman Hair Salon, այն գտնվում է Բրանդ եւ Դորան փողոցների խաչմերուկում։ Ամենաբանուկ տեղերից մեկն է Գլենդելում, ունի անվճար ավտոկանգար, որ շատ կարևոր է, հեռախոսահամարը ուրեմն պիտի ձեզ հայտնեմ 818 404 3644 պետք է զանգահարեք ժամադրության համար պայմանավորվելու եւ նրա մոտ գտնելու ձեզ սազական ամենագեղեցիկ սանրվածքը։ Ռոմանը հրավիրում է ձեզ Գլենդելի իր ստուդիոն եւ դուք այնտեղ կունենաք իհարկե շատ հաճելի ժամեր, երբ գնաք եւ որոշեք ավելի գեղեցկանալ, քան այս պահին եք։ Այսքանը վերաբերում էր այս խնդրին, իսկ այժմ ես ուզում եմ ձեզ ներկայացնել հաջորդ նորությունը, որ կապված է մեր սիրելի Մարիանա Սարգսյանի հետ։ Այս ամառ առաջին անգամ Հայաստանում իր մենահամերգով հանդես կգա տաղանդաշատ երգչուհի Մարիանա Սարգսյանը։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր նոտա լույս է, յուրաքանչյուր մեղեդի պատմություն եւ յուրաքանչյուր պահ հեքիաթ։ Այդ հեքիաթային աշխարհը կբացվի ձեր առջև։ Հունիսի 22-ին Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնը կվերածվի կախարդական մի բեմի, որտեղ երազանքները կհնչեն երաժշտությամբ։ Սա պարզապես համերգ չէ, սա հեքիաթային մի աշխարհ է, որտեղ դուք կդառնաք պատմության մի մասը եւ ամենագեղեցիկ անակնկալը ձեր մուտքը նվեր է։ Սակայն անհրաժեշտ է հնարավորինս շուտ մոտենալ օպերային թատրոնի տոմսարքին եւ անձամբ վերցնել ձեր նվեր տոմսը։ Մի թողեք ձեր հեքիաթը, հանդիպենք այնտեղ, որտեղ երաժշտությունը դառնում է կախարդանք։ Ահա ամենակարևոր նորությունը ըստիս Մարիանա Սարգսյանի կողմից մեր հեռուստադիտողներին հայաստանյան նրա մենահամերգն է, որի մասին պիտի խնդրեմ մի փոքր մեզ ներկայացնել, որտեղ Հայաստանից էլ են շատ դիտում բարև հեռուստացրագիրը, ուստի խնդրում եմ ձեզ շտապեք գնալ եւ օպերային թատրոնի տոմսարքից վերցնել անպայման ձեր նվեր տոմսերը եւ հունիսի 22-ին երեկոյան ժամը 7-ին ներկա լինել այս հրաշալի համերգին։ Սա բացառիկ եւ պատվաբեր ծրագիր է, բայց եւ շատ պատասխանատու Մարիանա, ինչ ծրագիր եք պատրաստել։ Սա եղել է իմ երազանքներից մեկը, երբ որ ես առաջին անգամ կազմակերպեցի իմ մենահամերգը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մտովի տրամադրվել է, որ երրորդ մենահամերգս պետք է իրականանա հայրենիքում, եւ այդպես էլ եղավ։ 2016 թվականին եմ կազմակերպել առաջին մենահամերգս եւ երրորդ մենահամերգս լինում է 2026 թվականին ուղիղ 10 տարի հետո հայրենիքում։ Սա երազանք է, քանի որ տաղանդը աստվածատուր է եւ ես ցանկանում եմ այն ինչ Աստված ինձ մեջ
ստեղծել է, ուզում եմ իմ ժողովրդին նվիրել, կիսել նրանց հետ, այո, կիսել եւ ներկայացնել իմ ձայնային տաղանդը, երաժշտական գեղեցիկ ծրագիր է սպասվում, հեքիաթային աշխարհ, այնպես որ քաջալերում եմ յուրաքանչյուր հայ, ով գտնվում է Երևանում, շտապեք, եկեք եւ վայելեք գեղեցիկ մի աշխարհ, որտեղ տիրում է գեղեցկությունը, հմայքը եւ իսկապես կվայելեք իմ ձայնային իրական տաղանդը։ Կեցես Մարիանա, սա էլ է վերաբերում, այսինքն ընտանիքներին, երեխաներն էլ կարող են ներկա լինել եւ հասանելի է տարբեր տարիքային էսպես։ Հասանելի է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել։ Այդ իսկ պատճառով նվեր եմ արել, որպեսզի չլինի այնպես, որ ցանկացողները չկարողանան ներկա լինել, այլ իմ դուռը բաց է յուրաքանչյուր ցանկացող հյուրի համար։ Վստահ եմ նաև շատ տուրիստներ կլինեն այստեղից, ու հենց այստեղի մեր հայրենակիցներից շատերը այդ համերգին ներկա կլինեն։ Լավ, իսկ ինչ ծրագիր է սա իր մեջ ներառում։ Միայն ձեր ստեղծագործություններն են, թե դուք ուրիշ կոմպոզիտորների գործեր կամ ուրիշ բանաստեղծների։ Ճիշտն ասած, ես մտածեցի իմ երկրորդ մենահամերգի համարյա թե կրկնօրինակն եմ ներկայացնելու այնտեղ, լինելու է մուլտֆիլմերի կտորներ, որպեսզի այդ հեքիաթը պարգևեմ իմ հանդիսատեսին։ Հերոսներ են լինելու մուլտֆիլմեր, այո։ Եվ ուրիշ մասնակիցներ էլ կան համերգին։ Միայն ես եմ երգելու եւ բալետի կատարում էլ ունեմ որոշ կտորների մեջ։ Մի խոսքով չեմ ուզում շատ ճակերտները բացել, բայց շատ գեղեցիկ օր է սպասվում, որտեղ կհնչի իմ ձայնային տվյալները։ Այո, հետաքրքիր է։ Մարիանա, որտեղից այդ տաղանդները քեզ ծնողները ձեր ընտանիքում երաժշտություն եղել է։ Իմ հորաքույրը շատ տաղանդավոր է եղել, ես իրենից եմ վերցրել այս ամենը, ճիշտ է ավաղ ինքը շատ շուտ է հեռացել կյանքից, բայց այս միջոցով ես կենթանի եմ պահում իրեն նաև տաղանդը իմ մեջ դրված։ Այո, երաժշտական կրթություն հասցրել է ստանալ։ Իհարկե, այո, եւ նաև մինչև օրս Էլադա Չախոյանի մոտ եմ պարապում, մարզում ձայնս եւ շատ ուրախալի է, որ այդ օրը Միս Էլադան նաև ներկա է լինելու եւ շատ գեղեցիկ օր է սպասվում։ Շատ հետաքրքիր է եւ վստահ եմ, որ շատ շատերդ, որ երեխաներին տանում եք Հայաստան, այս հենց այն ամիսն է, երբ արդեն սկսում եք մեկնել հայրենիք, կարող եք շտապել կամ ձեր հարազատներին դիմել, ձեր նվեր տոմսերը նրանք կվերցնեն եւ դուք էլ հունիսի 22-ին այստեղ բնակվող մեր հայրենակիցների մասին է խոսքը, կարող են ներկա լինել այս ծրագրին։ Դե իսկ Հայաստանում ովքեր դիտում են Բարև հեռուստացրագիրը, վստահ եմ արդեն շտապում են իրենց տոմսերը ձեռք բերել, որտեվ այնքան էլ մեծ չէ այդ դահլիճը, փոքր չէ օպերայի եւ բալետի մեր թատրոնի շենքը, բայց անսահմանափակ չէ, շտապեք ձեռք բերել եւ մի այդ գեղեցիկ տոնը, այդ գեղեցիկ հրավառությունը, որ ձեզ համար պատրաստել է մեր սիրելի Մարիանան, գնացեք եւ վայելեք ամառային այդ գեղեցիկ օրը օպերային թատրոնի եւ մեր սքանչելի իհարկե շենքում, որ հայ ճարտարապետության գլուխ գործոցներից մեկն է եւ հպարտությունը մեր ժողովրդի։ Շատ բարի Մարիանա, ուրեմն այս 3 ձեռնակները, որոնք կազմակերպել ես, բացառապես մեր ժողովրդի եւ մեր հայ ընտանիքների համար է այստեղ, որոնք պիտի կարողանան գալ եւ մայրերի օրվան նվիրված եւ այս հրաշալի հայկական մշակութային եւ պատմական արժեքների ցուցահանդեսը, որ անմիջապես ապրիլի 23-ին է, 23-ին այդ օրը քանիսին է լինելու դա 2:30 2:30 արդեն դռները բացվում են, մեր հասարակական պետական գործիչներ նաև ներկա կլինեն թե Գլենդելից, թե Գրանադա Հիլզից, որոնց հետ եւս կարող եք հանդիպել, եւ այդ օրը ոչ միայն կլինի խոնարհու մի օր մեր անմեղ զոհերի ու նահատակների հիշատակին, այլ նաև ապրելու, կյանքը շարունակելու, ներկա սերնդի մեջ կամ նրա հետ մեր հույսերը կապելու մի շատ հետաքրքիր օր եւ այսպիսի հրաշալի հիշատակելի մի օր կլինի, որից հետո Փաստորեն այսպես է, ամեն ամիսը մեկ մի ծրագիր է սարել Մարիանա, ապրիլին սա է, մի քանի օր հետո, մայիսի 10-ին մայրերին եւ աղջիկներին նվիրված հոբելյանական ծրագրերից մեկն է, այս անգամ 13-րդը, որին դուք կարող եք ներկա լինել L'Orange ռեստորանում, որի հասցեն է 137 South Glenox Boulevard, այսինքն Բրբանկ քաղաքում է, եւ հաջորդը
հասցեն չեմ ասում, որտեղ օպերայի դահլիճ ով չգիտի, եթե Երևանում է, հաջորդը Երևանում է տեղի ունենալու հունիսի 22-ին երեկոյան ժամը 7-ին բարեկամներ։ Մարիանայի հրավերն է ձեզ բոլորիդ ներկա լինել եւ իրեն էլ պարգևել են գեղեցիկ բերկրանքը, որ յուրաքանչյուր ստեղծագործող կապում է իր հանդիսատեսի հետ, որտեղ եթե դու որևէ բան ես անում, բայց հանդիսատեսը չկա, որի համար դու պիտի կատարես, մի տեսակ դատարկություն է դառնում։ Ուստի խնդրում եմ ձեզ շատ մեծ ողջավորությամբ ներկա լինել այս 3 ձեռնարկներին եւ ուրախություն պարգևել այն մեր երիտասարդ հայուհուն, որը իր երեխաների դաստիարակությանը զուգահեռ, իր ընտանիքի հոգսերին զուգահեռ, կյանքի բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելով հանդերձ այսքան մեծ բաժին է դնում իր ժողովրդին, իր հայրենակիցներին, իր համայնքին եւ իր հայրենիքին ծառայելու համար։ Եվ այս ծրագրերի մեջ միշտ գոյություն ունի բարեգործական այն մեծ ուրեմն ցանկությունը եւ գործը, որը իրականացնում է Մարիանան։ Հենց այնպես երբեք չեն անցել այս ծրագրերը, նա միշտ օգնել է իր հայրենիքին, միշտ նվիրատվություններ է արել եւ վստահ եմ այս անգամ էլ արդեն այս ծրագիրը հայաստանյան բավականին ծախսաշատ մեծ նվեր է մեր հայրենիքում ապրող հայրենակիցներին։ Կեցես Մարիանա ջան, շատ ուրախ եմ։ Մեր արժանի հայ ազգին։ Այո, ուրիշ ինչ կուզենայիր ինքդ ավելացնել։ Այդքանը դուք այնքան գեղեցիկ ներկայացրեցիք, որ կրկին անգամ շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի է եւ քաջալերում եմ բոլորին, որպեսզի ներկա գտնվեն եւ վայելեն այն, ինչ պետք է ներկայացվի։ Չեմ կասկածում, որ հունիսին, երբ արդեն տուն կվերադառնաք, ելի շատ ասելիքներ ու պատմելիքներ կունենաք, որոնցից մեկը ես խոստանում եմ, որ մի գեղեցիկ օր նաև բարևի ծրագրով պիտի ներկայացնենք եւ համերգից հատվածներ, եւ ձեր տպավորությունները, եւ ժողովրդի տպավորությունները, անպայման նկարեք այդ ամենը այնտեղ ու թող մնա որպես գեղեցիկ մի հուշ, գեղեցիկ մի հիշատակ այն գեղեցիկ ամառային օրվա հրաշքից, որը ձեզ խոստանում է Մարիաննա Սարգսյանը Երևանի օպերայի եւ թատրոնի բեմահարթակում։ Այսքանը ուրեմն սիրելի հայրենակիցներ, սրանով ավարտենք ծրագիրը, բարի երթ ցանկանանք Մարիաննա Սարգսյանին, իր գեղեցիկ գործին, իր գեղեցիկ նպատակներին։ Այնքան շատ ասվեց այսօր գեղեցիկ բառը ու դա պատահական չի Մարիաննա, դու եւ հոգով ես շատ գեղեցիկ, եւ քո արտաքինով, եւ քո ցանկություններով, եւ քո նպատակներով, եւ քո բանաստեղծություններով ու երգերով, որի համար այս բառը խնայել ինձ թվում է չարժեր այսօր։ Թող Տերը օրհնի բոլոր այն գործերը, որոնք դու կամենում ես դեռևս իրականացնել քո ապագա կյանքում, այսքանը։ Զգացված եմ, շնորհակալ եմ։ Բարի երթ քեզ սիրելիս։ Շնորհակալություն։ Այսքանը բարեկամներ, մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։ Երանի հային հայը չխափեր, հայի պատիվը միշտ բարձր պահեր, Երանի հայը հայապաշտ ծնվեր, հայ ազգանունը երբեք չպղծեր, Երանի հային հայը չպատժեր, հայի արյունը հայը չթափեր, Երանի հայը միաուժ լիներ, արժանի հայի հայ զավակ լիներ, Երանի հայը հայախոս լիներ, հայը հայի հետ հարգանքով լիներ, Երանի հայը հայատար լիներ, հայը հային թևթիկունք լիներ, Երանի հայը հայ չձևանար, հային արժանի հպարտ հայ մնար, Երանի հայը հային չուրանար, հայը հայ ոգով միշտ կայուն մնար, Երանի հայը միշտ անհաղթ լիներ, հայը հայի հետ համերաշխ ապրեր, Երանի հայը հային չլքեր, հայի արյունը միշտ մաքուր պահեր, Երանի հայը միշտ սիրով լիներ, հայը հայի դեմ զենք չբարձրացներ, Երանի հայը միշտ հայով ապրեր, հայ կոչվելուց միշտ բերկրանք ապրեր, հայը հայի հետ, հային սիրելով, դարեր շարունակ հայ կմնա։
Սիրելի մայրիկներ եւ աղջիկներ, մայիսի 10-ին, ժամը 12-ին, առօրյա հոգսերից ազատվելով համեցեք Լորանջ ռեստորան, ուր կվայելենք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, անսահմանափակ խմիչք, բազմաթիվ անակնկալներ, ուրախ տրամադրություն Լորանջ սրահի դռներից ներս։ Տեղերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք ձեզ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։